Այո, ռազմավարական առումով Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով Մարտավարական առումով Ուրևս, այս Սերժիկն ու Սաշիկը գնում են անտառ, քֆուր հավաքելու, ճանապարհին սրանց հանդիպում է սոված ու խսխնած գայլը։ Քանի որ կիսալուսին էր, գայլը դեմից ուտում է Սաշիկին, մոտենում է երկրորդին ու շաշտան կաբաչկա Սերժո աբորը, ու այդ մոմենտին շաթերի հետևից հելնում է Վովան ու գոռում. Իրավիճակը շարունակում է Սթափվեք, խենթուկներ, հուլիսի 17-ին մենք արդեն զարթնել ենք Նոր Հայաստանում։ Երեք պարոն Քոթայանն ասում է դուք Հայաստանի մեջ մի փոքրիկ Հայաստան եք ստեղծել։ Ոչ, մենք ստեղծել ենք նոր Հայաստան։ Տղերքը վարկյաններում վերցրին ու հողին հավասարացրին մի եկա բոզավորջ։ Դրա պտուղներն ու պտղաջրերը տարիներ շարունակ լցվում էին իմ ու քո ոտերի տակ, որ պաշտպանեն քֆուր հավաքողներին։ Պավլիկենք զինված ապստամբությունից բացի այլ ելք չեն տեսնում։ Հոկտեմբերի 27-ից հետո իշխանության գալով, մարտի 1-ով դա պաշտպանելով, դուք այլ ելք չեք թողի արա։ Այդ զիբիլը մակրելու խնդիրն է մեզի, ցավը տա մենք չեմ հասկանում, դուք եկել եք ինձ ասեք արայք զենքը դիրծած, ես կմեռնեմ, ես զեն չեմ դնի, անա։ Կարա ինչ որ մեկը այս տղեկին բան ասի։ Ես Խիարես կելպես։ Բաղրամյան 26-ի օրալափով բոզի տղա աշխատողները Facebook-ում սկսեցին տղեկին տերորիստ անվանել։ Առաջի մուտիտը շատ կարճ կյանք ունեցավ, որովհետև ամբողջ հայ ժողովուրդը ուզում էր ապրել տերորիստների կողքին, նրանց ազատագրած, այլ ոչ թե գրաված տարածքում։ Հակահիգենիկ հեռուստաընկերությունները, որոնց բերաններում այս տարիների ընթացքում ինչ սեռական օրգանացես վարացել է, նույնպես փակեցին իրենց գարշաուտ ռեխները։ Մյունխենի օլիմպիական մարզադաշտ Պավլիգենք ձեր համար ունեն կարգախոս, մեր ձեր ձեռը։ Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Առաջ եկավ ժամավճարով պիդարաստ աշխատող ՀՀ գյոստիկանությունը։ Սերժաբանդայի ձեռը էլի։ Այս ձեռով տարիներ շարունակ մարդիկ են գնդակահարվել ու գնդակահարվելու աստիճան ծեծվել։ Այդ ձեռքերով է նաև, որ ամեն տեղի ու անտեղի առիթով ձեռնաշարժությամբ են զբաղվել ու ձեռքերը չեն լվացել։ Փակեք, դռները դռնց փակեք։ Ու այս ամեն ինչը տենալուց հետո ուզում ես ասես, բաքումն եմ գրավելու, ձեզ կանգնացնեմ հրապարակի մեջտեղը որպես հասարակական զուգարան, որ անցորդները անցնեն ու շռեն ձեր ներաշխարհի մեջ։ Իսկ որ մեռնեք, հավաքելու ենք մեզ տված ամենատարբեր քֆուրները ու բերենք ցփնենք ձեր գերեզմաններին ու վրենել մի հատ մեծ քար ենք դնելու, որ հանգարց դուրս չգաք։ Որովհետև դուք եք, որ մեր հարկերով աշխատավարձ եք ստանում ու խփում եք մեզ։ Մեր փողով ընտանիք եք պահում ու թքում մեզ վրա։ Մեր փողով կոշիկ եք առնում ու մեզ ստիպում պաչել կոշիկը։ Պարկասել են գերին, բացինք են սզդեմեր տվը բերնից բլը պաչի։ Դուք չեք, որ ակտիվիստին այնքան եք ծեծում, որ ուշագնաց լինի, ու շարունակում եք ծեծել ուշագնաց վիճակում։ Իսկ դու կկրակես ինձ վրա, որ հրաման տան։ Ոչ, չեմ կրակի։ Ծոյն պաթոսից շուբս բերեք հագնեմ հլը։ Փոքրիկ հեղափոխական այծեմիկներ, ոստիկանը 2008-ի մարտի 1-ին 10 անգամ կրակել է ու պատրաստ էր կրակել նաև խորենացիում։ Երբ ինչ-որ շանցից կերած տարականի վաստակ առանց ձեռը դողալու ուզում էր մրջունի պես տրորեր ու սատկացներ քաղաքացուն։ Իսկ մենթապետին տղերքը շանս էին տվել, ասում էին արի 4 գերիների հետ փոխանակենք։ Այդ վաղտ էր, որ շալվարիդ փոխկերը պինդ կապել էին, որ քաքը չթափի կոճերիդ։ Բա գնայր ասեիր ես Վովան եմ։
Հա, ճիշտ է, 16 տարեկան ակտիվիստ լղկելու ֆրազան է, բայց այս պատմության մեջ մի հատ հետաքրքիր բան կա։ Ձեր անվտանգությունից ելնելով ծառայություն եք իրականացնում։ Հասկանում ես, որ տղերքի ու աղջկերքի տարբերություններից մեկն էլ այն է, որ աղջկերքը ցույցերի ժամանակ ակտիվիստի վրա թքող մենթին գոռում են. «Անասունն է», իսկ տղեկը դիարի Կան վովայ վկաներ, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, որոնք չեն ուզում խփեն, բայց հրաման են կատարում։ Տղերք, որ հրաման տան իրար հետ օրալ սեքսով զբաղվեք, կանեք։ Ջանդամ այդ 2 կոպեկը, որ ստանում եք, խղճից ու արժանապատվությունից կարևոր չի դա։ Միացիր քաղաքացուն, որին քիչ առաջ քացուտակ էիր տվել։ Դու էլ գիտես, որ քեզ համար էլ է պայքարում։ Գիտես, որ ուզում է, որ դու էլ արժանապատիվ զգաս քեզ քո երկրում, քո երեխեն էլ ապահով մանկություն ունենա։ Ու վիզը չծրի սրա նրա ճտերի մոտ, որոնց պապաները Սերժի ձվերը խաղացնելով միլիոններ են դիզել։ Ես իմանու շվալերիկի առանց պագոն տեսքն եմ սիրում, ու միլպետի կաբինետի կամասուտրա ժամն եմ սիրում։ Ես սա կոչվում է զորամասի օրակարգ։ Անալ սեքսի մի շարք սիրահարներ, որոնք իրենց անվանում են մտավորականներ, դիմեցին Սեֆիլյանին։ Խնդրելով հորդորել գնդում գտնվող խմբի իր զինակից ընկերներին վայր դնել զենքերը։ Վայ հորդորեմ, ես ձեզ ամենավատ դիրքերով։ Մեզի ոչ մեկ բարոյական իրավունք չունի ձերքեր զենք վայր դնելու մասին խոսի բացարձակ, եթե ինչ որ մեկը կփորձի անգամ այդպես փորձ անի, ինքը խալատար է։ Վստահ եմ, որ այդ նամակի տակ ստորագրածներից ոմանք ծանոթ չէին բովանդակությանը։ Բոլորը չէ, որ հանրապետ քարան կուսակցության համար ո՞ր են տվել ընտրություններին։ Այս բան երկու դուժացի վիճակն է գնահատվում իբրև ծանր։ Մեզ նոր այուն պետք չի։ Այ քակ, Ռոբերտ Ամիրխանյանն էլ խոստացավ տղեկին երգ գրել նրանց մասին, եթե հազնեն զենքերը։ Իսկ մենք Ռոբերտ Ամիրխանյանին խոստանում ենք իր մասին սոս նկարել, եթե ինքը զենքը վերցնի ու կանգնի տղեկի կողքը։ Ինչը պատը։ Իմիջայլոց, իսկ ստեղ կենթանի պատ չկա։ Մի օր պատիտակը չիշիկ էի անում, վրամ տենամ կենթանի պատա։ Նախագահականի ունիտազ աշխատելու ցանկություն ունեցողների հատվածներ։ Մոռացա ասեմ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանն էլ բարևում էր Շուշան Պետրոսյաններին, Նունե Եսայաններին ու Նարեկ Դուրյաններին։ Մարդը երևի մտածում է, այս մի քանի բոզից, այսքան բոզի տղա ոնց է ծնվել։ Տեսակ ժողովուրդ ինչ եղավ։ Իսկ հետո հրապարակ մտավ Բ Գարեգինի էլիտար գվարդիայի զորքը, հոգևորականները։ Ամեն, համբուրեցե աչքս։ Այս ինչ պրակտիկա է ցույցի ամենաթեժ պահին հոգևորական դեսանտ ուղարկելը։ Մի օր չտեսանք, որ այդ վանքի տավարները հանդարտության կոչ անեն բռնաբար Շմայսին կամ աչք հանող Շուշիկին։ Չգիտեք, որ հոգևորականի կերպարը այնքան է պղծված, որ սրբազանը լրբազանից չի տարբերվում։ Հիմա մի երկու հարուստ հոգևորականը մեղք է ունենալը։ Երբ սկսեցիք օրհնել քաղաքացուց գողացված միլիոններով օլիգարխների հիմնած բիզնեսները, վարդապետն ու ծայրապետը խառնվեցին իրար։ Չհոգնեցիք իզդից։ Զինված խումբը Հոզոտ, սահ հոպ, անձնավ հոպ, 5 օր շարունակ մի բառ չլսեցինք, ոչ Սերժից, ոչ Վովայից, հաճախ ախոր հիշացնող ազգային ժողովի տասնյակ падգամավորներից։ Ինչ կասեք երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված բանբեկները։ Բա որ ասում էիք բաց եք հանրության առաջ, կասեք կոնկրետ, ձեր ի՞նչն էր բաց։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Ու հանկարծ խոսացին։ զինված խումբը պետք է վայր դնի զենքը։ Սերժի գարշաուտ հայտարարություններից հետո մեր ակտիվություն, մեր ուրախություն։ Արդյոք նրանք ահաբեկի չեն ձեր համար։ Գիտեք, ես ճիշտն ասած մոտիկից չեմ ճանաչում։ Ամենայն դեպս մեկ անգամ ես դա տեսել եմ եւ որևէ մեկը չի կարող ինձ այլ պայմաններ առաջադրել։ Բա 5 օր ուր էիք այ բեզարած գ***ներ։ Մենք էլ արդեն ուզում էինք այդ Բաղրամյանի վրի 2 հարգանի շենքը ծախեինք, անօթևանների համար տուն-մուն առնեինք էլի։ Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության Դե ինչ։ Կա Սփյուռքը հայերի խումբ։ Դրա անդամներին կարանք անվանենք կադրերի ռեզերվի ծծող ուրացող պուտանկեքի խումբ։
Դրանք որպես կանոն պարկած են Խաղաղ օվկիանոսի ափին, հորդորում են առանց մի վայրկյան երկմտելու գնալ քաղաքացիական պատերազմի։ Այդ ընթացքում նրանց ծծերը կլանում են D վիտամիններով հարուստ արևի ճառագայթները։ Նրանք սևիկրայով վաննա ու շոկոլադով մասաժներ են ընդունում։ Մինչդեռ նրանք, ում ուղղված են հորդորները, շոկոլադն ուտում են նոր տարուց նոր տարի, իսկ սևիկրան տեսել են մենակ հայլուրով։ Մենք ձեզ հորդորում ենք գալ խորենացի փողոց ու ցանկացած կոչ ու ցանկացած հորդոր ուղղել մեզ։ Իսկ քանի դեռ Իբիցաներում ու Մալդիվներում եք, ձեր հորդորները զգույշ ծալեք, մի քանի անգամ կապեք ու զգուշորեն պահի լրջությունը զգալով կողեք ձեր ոռը։ Եթե ինքը չի ուզում պայքարի էսի մակուտյանի մազգի փրկության համար, ինքը կեղդերից կեղ դնա։ Կա նաև ֆիզիկապես ազատ, բայց հոգեպես Զանզիբարի ստրուկ մասա, որի բողկերին չի թե ինչա կատարվում մեր երկրում։ Անտարբերներն էլ բաժանված են երկու մասի։ Առաջի խմբի համար ընդհանրապես փոխույա ամեն ինչ։ Նրանց IQ-ն ցածր է միջին վիճակագրական առանգուտանի IQ-ից։ Դրա նպատակն է Facebook ճշտած նկարներով ի ցույց դնել իր սիլիկոնից թազա ծծերը։ 120 զինվորա զոհ է իրանց կեղ պատճառով։ Ու քանի դեռ Պավլիկն ու ընկերները պայքարում են իր ապագայի համար, նա Հյուսային Պողոտայի սրտի օպերացիայի գին ունեցող կաֆեներից մեկում պատվիրում է կրիվետկա в շոկոլադե։ Լիրբ, երկրորդ խումբն են մասանա, որ ապրիլի 24-ին գնում է Եղեռնի։ Օպե Եղեռնի եմ, հիմա չեմ կարա գամ։ Սպասին թայլադը գլուխս կգդրի կգամ։ Սրանք ցույցը նայում են լայվ։ Պոպկորնը դեմը դրա։ Ժամանակ առ ժամանակ էլ ընդմիջվում են։ Կարճատև պորնոդադարներով։ Ինքը պնդում է, որ փողոց դուրս եկողները պարապ են, իսկ ինքը մկնի գզելով լուծում է ազգի հարցը։ Մեզանից ոչ մեկին իշխանություն պետք չէ։ Ինձ ազատությունն է պետք։ Ինձ պետք է իմ սեփական ժողովրդի այս թշվառ վիճակից դուրս հանելը։ Ի վերջո, էս այն երկիրն է, որտեղ օդամղիչ պիստոլետով կրակելու համար 9 տարի նստում են, իսկ ընտրություններ կեղծելով 8 տարի նախագահում, որտեղ կոկայինի կայֆի տակ դեգերող իշխանավորը 9 օր շարունակ չի ջոգում, որ ՊՊՑ-ն իր հասցեին արված քֆուր չի։ Ի վերջո, էս այն երկիրն է, որից մենք չենք արտագաղթելու, որովհետև Պավլիկն իր ու որդու կյանքը դրել է զոհասեղանին։ Կայծակով բերնի մեջ, դա։ Իսկ դու կկրակես ինձ։ Հա, բա ոնց Ազիզ ջան։ Ադետ, եթե պետք է աղջիկ ջան կկրակի։ Չէ աղջիկ ջան, մենք մարդկանց թույնում ենք։ Ոչ, չեմ կրակի։ Այդ վախտեր։ Վախտեր։ Մամիկան կոմերը սուրե։